Առնվազն $10 միլիարդ կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է օտար լեզուներ սովորեցնող Duolingo ամերիկյան հարթակը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 27.3%-ով։ Հաջորդը Tenet Healthcare Corporation-ն է, առողջապահական ծառայություններ մատուցող ամերիկյան ընկերության բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 21.3%-ով։ Եռյակը եզրափակում է ջեռուցման և հովացման լուծումներ առաջարկող Carrier Global Corporation-ը 19.1% աճով։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Block ընկերությունը, ֆինթեք ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 19.9%-ով։ Հաջորդը Lineage-ն է, պահեստավորման և լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 18.9%-ով։ Եռյակը եզրափակում է Becton Dickinson and Company-ն, բժշկական սարքավորումներ և գործիքներ արտադրող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 17.7%-ով։ Wall Street-ը անցած շաբաթը փակել է աճով, ինչը պայմանավորված է աշխատատեղերի մասին սպասվածից ավելի լավ զեկույցով և Չինաստանի հետ առևտրային լարվածության թուլացման նոր սպասումներով։ Շաբաթվա կտրվածքով S&P 500-ը աճել է 2.9%-ով, Dow Jones-ը 3%-ով, իսկ Nasdaq-ը 3.43%-ով։ Ուրբաթ օրը 3 ինդեքսներն էլ աճ են գրանցել 9-րդ օրը անընդմեջ։ Անցյալ շաբաթ Wall Street-ի աճին էապես նպաստել են խոշոր տեխնոլոգիական ընկերությունների լավ ցուցանիշները, հատկապես աչքի են ընկել Microsoft-ը և Meta-ն, որոնց եռամսյակային եկամուտների հաշվետվությունները վստահություն են ներշնչել ներդրողներին արհեստական բանականության ոլորտում ներդրումների եկամտաբերության վերաբերյալ։ Հաշվետվության հրապարակումից հետո Microsoft-ի բաժնետոմսերը աճել են 7.6%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Azure ամպային բիզնեսի վերաբերյալ լավատեսական կանխատեսումներով։ Meta-ն 4.2% աճ է գրանցել, ինչը պայմանավորված էր սպասվածից ավելի բարձր գովազդային եկամուտներով։ Ամերիկյան շուկաներին այս շաբաթ նոր փորձություն է սպասվում Դոնալդ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերի ֆոնին։ ԱՄՆ նախագահն անցած շաբաթվա վերջին հայտարարեց ԱՄՆ-ից դուրս արտադրված ֆիլմերի վրա 100% մաքսատուրք սահմանելու մասին։ Արդեն երկուշաբթի ԱՄՆ բաժնետոմսերի ֆյուչերզները կտրուկ անկում ապրեցին։ Վաղ առևտրի ժամանակ Netflix-ը անկում ապրեց 4.7%-ով, Amazon-ը 1.5%-ով, իսկ Disney-ը և Warner Brothers-ը կորցրեցին ավելի քան 2%։ Չնայած շուկայի անցած շաբաթվա աճի, ներդրողների զգուշավորությունը մնում է բարձր։ ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերը արտահոսք են գրանցել արդեն 3-րդ շաբաթն անընդմեջ։ Ներդրողները ապրիլի 30-ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերից դուրս են բերել $15.5 միլիարդ, ինչը դեկտեմբերից ի վեր ամենամեծ շաբաթական արտահոսքն է։ Պարտատոմսերի ֆոնդերը մի փոքր ավելի լավ ցուցանիշներ են ունեցել, գրանցելով չափավոր ներհոսք երկրորդ շաբաթը անընդմեջ։ Warren Buffett-ը հայտարարել է, որ հեռանում է Berkshire Hathaway-ի գործադիր տնօրենի պաշտոնից, որը նախագահել է գրեթե 60 տարի։ 94-ամյա Buffett-ը, որն ԱՄՆ ամենահաջողակ ներդրողն է եւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, կմնա որպես ընկերության նախագահ, բայց գործադիր տնօրենի պաշտոնը կփոխանցի Գրեգ Աբելին։ Ներդրողները արագ են արձագանքել այս նորությանը։ Berkshire Hathaway-ի բաժնետոմսերը երկուշաբթի վաղ առևտրի ժամանակ նվազել են 2%-ով։ Apple-ի բաժնետոմսերը անցած ուրբաթ 5% անկում են ապրել։ Սա տեղի ունեցել այն բանից հետո, երբ ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը հայտարարել է, որ բաժնետոմսերի հետգնման ծրագիրը ընկերությունը կրճատելու է $10 միլիարդ եւ որ Apple-ը այժմ $900 միլիոն լրացուցիչ ծախսերի է բախվում ԱՄՆ-Չինաստան շարունակվող առևտրային պատերազմի պատճառով։ Amazon-ի բաժնետոմսերը նույնպես մինչև 5%-ով անկում են ապրել առաջին եռամսյակում ընկերության ամպային ծառայությունների բիզնեսի եկամուտների հիասթափեցնող ցուցանիշներից հետո։ Ընկերության Amazon Web Services ստորաբաժանումը եռամսյակային եկամուտների 16.9% աճ է գրանցել, ինչը ավելի ցածր է 17.4% աճի կանխատեսումից։ Սա Amazon Web Services-ի աճի ամենադանդաղ տեմպն է վերջին 5 եռամսյակների ընթացքում։ Google-ի մայր ընկերությունը Alphabet-ը ուրբաթ օրը գրանցել է բաժնետոմսերի 3% աճ։ Ընկերության գովազդային եկամուտները առաջին եռամսյակում աճել են 8.5%-ով, գերազանցելով կանխատեսումները։ Սա փոքր-ինչ մեղմացրել է ներդրողների մտահոգությունները թվային գովազդի և արհեստական բանականության ծախսերի արդյունավետության առնչությամբ։
2025 թվականի ապրիլի 29-ին Հայաստանում կայացել է պետական պարտատոմսերի տեղաբաշխման 5 հրապարակային աճուրդ տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 100 միլիարդ դրամ, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը 221 միլիարդ 488 միլիոն դրամ։ 2025 թվականի մայիսի 5-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 միլիարդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026 թվականի մայիսի 4-ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 17.6 միլիարդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.4 դրամ, իսկ եկամտաբերությունը 8.1%։ Նոր աշխատատեղերի տվյալները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում աշխատաշուկան մնում է կայուն չնայած աճող տնտեսական անորոշությանը։ Ապրիլին ամերիկացի գործատուները ավելացրել են 177,000 նոր աշխատատեղ, ավելին քան սպասվում էր, իսկ գործազրկության մակարդակը մնացել է 4.2%-ի սահմանում։ Աշխատավարձերը նույնպես աճել են 3.8%-ով։ Սա դաշնային պաուստային համակարգին ժամանակ է տալիս, մինչև հիմա շուկաները սպասում էին, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի առաջիկա կրճատումը կլինի հունիսին, բայց աշխատատեղերի մասին ուժեղ զեկույցից հետո ներդրողների մեծ մասի կարծիքով դա տեղի կունենա հուլիսին։ ԱՄՆ արտադրական ոլորտը ապրիլին կրճատվել է երկրորդ ամիսն անընդմեջ, սա բացատրվում է նրանով, որ նոր մաքսատուրքերը ավելացրել են ծախսերը եւ խաթարել մատակարարման շղթաները։ Մատակարարման կառավարման ինստիտուտի վերջին տվյալները ցույց են տալիս, որ արտադրական ինդեքսը նվազել է մինչև 48.7, այն դեպքում, երբ 50-ից ցածր ցանկացած թիվ վկայում է կրճատման մասին։ Սա նշանակում է, որ ԱՄՆ գործարանները, որոնք կազմում են տնտեսության մոտ 10%, դժվարանում են պահպանել աճի տեմպը, սակայն նոր պատվերները մի փոքր բարելավել են մարտ ամսվա համեմատ, ինչը ցույց է տալիս, որ որոշակի պահանջարկ դեռևս կա։ ԱՄՆ-ում վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ տնտեսական անկում է գրանցվել առևտրի նախարարության տվյալով երկրի ՀՆԱ-ն այս տարվա առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով կրճատվել է 0.3%-ով։ Այս անկումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ բիզնեսները շտապել են ներմուծել ապրանքներ նախքան նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը։ Տնտեսագետները կարծում են, որ տնտեսությունը կարող է փոքր-ինչ վերականգնվել հաջորդ եռամսյակում, բայց շատերը զգուշացնում են, որ շարունակվող առևտրային լարվածությունը կարող է հանգեցնել ստագֆլյացիայի, տնտեսության դանդաղաճի եւ գների բարձրացման։ Հետաքրքրված եք ներդրումներով, բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։ Apricot Capital-ը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։